Անդրանիկ Մարգարյանի երազած հայրենիքի մասին, երբ ականատես կլինենք։ Երբ բոլորս դրա համար անենք ամենը ինչ հնարավոր է ու դրանից մի քիչ ավել։ Անդրանիկ Մարգարյանը մեզ դա է պատգամել։ Գիտեք, երևի նորմալ է այս իշխանությունների պարագայում, որ սովետական KGB-ի մամլիչով անցած ազգային գաղափարախոսության եւ ցեղասպանության ուսմունքները այն ժամանակվանից տարածող Անդրանիկ Մարգարյանի որդու հանդեպ քաղաքական հետապնդումը ազգային ժողով բերվում է այն նստաշրջանի ժամանակ, որը համընկնում է Անդրանիկ Մարգարյանի մահվան օրվա հետ։ Երևի իրանց գործելավոճի վարագայում դա օրինաչափ է, բայց մեր կուսակցության հիմնադիր հայրերը եւ մեր կուսակցության գործող ղեկավարը շատ ու շատ զրկանքների միջով են անցել, սրտում եւ հոգում պահելով հզոր Հայաստանի տեսլականը ու երազանքը։ Մենք պիտի դրան արժանի լինենք ու ինչ որ ԿՊ-ական քաղաքական հետապնդումներ չեն կարող լրացնել ոչ մի հանրապետականի։ Պարոն Մամիջանյան, այսօր գրառում էի կարել Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի առիթով նշել էիք, որ Մարգարյանի հարցաքննություններից հետո երբեք որևէ նոր մարդ չէր հարցաքննվում։ Եթե զուգահեռներ տանենք այս իրականության հետ։ Այդ պատմությունը ինձ պատմել է մեր կուսակցության ավագ գործընկերներից Գագիկ Մինասյան։ Ինչ զուգահեռներ տանենք, այդ արժեքները, այդ գաղափարական առանցքը մեր ազգին բնորոշ հատկանիշներ են։ Ու ինձ ոչ մի սոցհարցում, թեպետ սոցհարցումները հակառակն են ասում, ոչ մի Նիկոլ Փաշինյան կյանքում չի կարող համոզել, որ բանսարկությունը, հայրենիքին չծառայելը, որ ցանկացած խողովակով եւ ցանկացած տարբերակով, հայրենիքը դավաճանելը, հայրենիքն ուրանալը, մի խոսքով այն ամենը ինչ իրենք մարմնավորում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության մտածողությունն է։ Ես գիտեմ, որ մեծամասնությունը մեր պես է մտածում։ Ունի արժեքներ, շարժվում է ազգային գաղափարախոսությամբ, նույնիսկ որոշ հապատվածներում դրանք կարդացած չլինելով, բայց դա մեր մեջ նստած է մանկուց, մենք այդպես ենք բոլորս դաստիարակվել, ուղղակի այնպես է ստացվել, որ այս վերջի 7 տարիները մեզ մի խումբ մարգինալներ են կառավարում։ Դա շուտով փոխվելու է։ Ես եմ շնորհակալ։